Ազգային ժողովի կողմից հայտարարված համաներումից հետո ոստիկանության պետի կողմից իհարկե հանձնարարվել էր, որ մենք հսկողություն իրականացնենք նշված անձանց նկատմամբ, ինչպես գիտեք, ազատ էր արձակվել 500 վերջին համաներմամբ 581 անձ, որից 30-ը կրկին կատարել է 42 հանցագործություն։ Այսօրվա դրությամբ։ Ընդ որում մեկ ավազակություն, 28 գողություն, որից 10-ը բնակարանային եւ այլն։ Իդեպ ես ուզում եմ նաեւ միգուցե կանխելով հնարավոր հարցը եւս անդրադառնամ մի խնդրի կրկնահանցագործության հայ եւ համաներումների կապի վերաբերյալ։ Արդյոք փոխկապակցված են այս երևույթները։ Նման հետազոտություն ոստիկանությունում արվել է ուղիղ 10 տարի առաջ եւ այդ 10 տարի առաջվա կատարված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ համաներումից հետո հաջորդ տարի մենք ունենում ենք հանցագործությունների բավականին մեծ աճ։ Ունի այդպիսի կապ, բայց դա չի նշանակում բացարձակապես չի նշանակում, որ այդ մարտահրավերական քայլը, որ պետությունը հանդես է բերում հանցագործների նկատմամբ, դա սխալ մոտեցում է, սա քաղաքականություն է, քրեական քաղաքականության մաս է կազմում եւ կարծում ենք, որ ուղղակի նման անձիկ պետք է գտնվեն տեսադաշտում, նշված անձիկ պետք է լինեն հսկողության տակ, ցավոք այսօրվա գործող եւ օրենսդրությունը դերևս այդ հնարավորությունը լիարժեք չի տալիս այդ անձանց պահելու այդ անհրաժեշտ հսկողության տակ։ Շնորհակալություն։